Ինքը գիտի, որ ինքը չի կարողացել խաղաթուղթը, որը ստացել է Վաշինգտոնում, կապիտալիզացնել։ Ինքը գիտի եւ նյարդային է։ Դա համար թե ինչալ որ տեսար չստորագրեցին, այլ դա նախ ստորագրել են բանման, վաղն էլ կստորագրեն, որտեղ ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ունի որևէ լծակ Հայաստանում process-ների վրա ազդելու։ Հայաստան դաշինքը հենց առաջնորդի Աննա Գրիգորյանը այնտեղ կլինի բավականին լուրջ կոնսոլիդացիա այլ նաև ուժերի։ Որ ուժերին կմիանաք, դրանցից որ մեկին կմիանաք։ Մենք ես բազմիցս խոսել եմ Սամվել Կարապետյանի առաջնորդության մասին, ես ավելի շատ այդ դաշտում եմ տեսնում։ Եվ ես կարծում եմ, որ Փաշինյանի օրինակ ցանկացած բանավեճում ես կարող եմ ցաներ վիճակի մեջ գցել։ Եվ չեմ ճանաչում մեկ այլ քաղաքական գործիչ, որ կարող է նույնը անել։ Ամենայն պատասխանությամբ եմ ասում։ Եվ ես համարում եմ այս հարցազրույցը ուղիղ խոսակցություն նաև Ռոբերտ Քոչարյանի հետ։ Արդյոք չեք զղջում, որ այդուամենայնիվ համագործակցել եք Նիկոլ Փաշինյանի հետ պատերազմից հետո։ Բացարձակապես։ Բարև ձեզ, այսօր իմ հյուրը Լուսավոր Հայաստան կուսակցության հիմնադիր Էդմոն Մարոկյանն է։ Բարև ձեզ, պարոն Մարոկյան, եւ շնորհակալություն, որ ընդունել եք իմ հրավերը։ Եվ սկսենք թերևս կարևոր թեմաներից, Հայաստանի շուրջ ընթացող գործընթացներից։ Ինձ մոտ կա տպավորություն, որ այնինչ ստորագրվել է Վաշինգտոնում օգոստոսի 8-ին, տապալվում է եւ կամ գոնե Փաշինյանը կամ չի հասկացել ինչ է ստորագրել, կամ ձև է անում, որ չի հասկացել ինչ է ստորագրել։ Ձեզ մոտ ինչ տպավորություն է։ Ես կարծում եմ, որ շատ լավ հասկացել են ինչ են արել, որովհետև կարծում եմ 7 տարին բավարար է հասկանալու, թե ինչ է կատարվում շուրջդ եւ ինչ են քեզանից ուզում։ Ամենաշատ կարևոր բանը, ամենից կարևորը կարծում եմ, անցնել թե ինչ են քեզանից ակնկալում եւ ինչ են։ Փաշինյանը հասկանում է ինչ են ուզում իրանից։ Ես կարծում եմ Վաշինգտոնում այն ինչ որ արվել է, գիտակցաբար է արվել, որովհետեւ եթե մենք նոյեմբերի 9-ի հետ համեմատության մեջ հիմա շատ են համեմատում, ասենք դե գիշեր էր ստորագրվեց բարդ պատերազմի պայմաններում է ստորագրվել եւ ամեն րոպե մարտի դաշտում բան փոխվելուց ազդել է տեքստի բովանդակության, շարահյուսության, ստորակետի, եւ այն վիճակում չէր, որ մանրամասն քննարկել։ Այս պարագայում, չնայած ես համարում եմ նոյեմբերի 9-ի փաստաթուղթը մեծագույն ձեռքբերում այն իրավիճակի, որ մենք հիմա ունենք, բայց այս պարագայում դա շատ հանգիստ, հանդարտ, մտածված, երկար դրա վրա գործ արած process է, այո, լոբինգ արված։ Եվ ես ուզում եմ մի բան էլ այստեղ ասեմ, որ ես նայում եմ որևէ մեկը այս թեմային չի արձագանքել։ Եթե դուք նկատել եք օգոստոսի 8-ից հետո վարչապետի այդ հարցուպատասխանը կարող եք բացել նայել։ Նա հարցուպատասխանի ժամանակ միամտաբար մի բան է բացահայտում, որտեղ ասում է, որ երբ որ այդ տեքստը մենք ստացանք, մենք բառ առ բառ թարգմանեցինք անգլերենից։ Եվ տեսանք, որ ամեն բառի տարբեր թարգմանությունները, Օքսֆորդի բառարանը, չգիտեմ, Մատենադարանի հնադարյան անգլերենի բառարաններից է միգուցե նայել են, եւ տեսանք, որ այդտեղ այնա ինչ որ մենք ուզում ենք, եւ ահա դրա համար մենք համաձայնեցինք, որ նաեւ կլուծարենք ԵԱՀԿ Մինսկի խումբը։ Հիմա այդտեղից իմ հետևությունը, որը ոչ թե հետևությունը հենց այդպես է, որ այդ տեքստը ես նկատի ունեմ առաջին թրիփի տեքստը։ Թրիփի տեքստն եմ բայց, ինքը թրիփի տեքստն է ասում։ Խաղաղության համաձայնագիրը չի ասում։ Խաղաղության համաձայնագիրը գնացել եկել է որոշակի։ Չէ, խաղաղության համաձայնագիրը միանշանակ այն տարբերակը, որը բերել է Բաքուն, հռչակագրի, խոսքը գնում է հռչակագրի մասին, որտեղ երրորդ կետում մենք անխոչնդոտ բառի տակ տվել ենք միջանցք։ Եվ ինքը ասում է, որ լրիվ թարգմանեցինք ու հասկացանք հուսային է ինչ որ մենք ուզում ենք։ Հիմա ես ասում եմ, թե ինչ է եղել։ Այդ տեքստը ձևավորվել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ եւ դա հրամցվել է մեր կողմին եւ մեր կողմը ունեցել է երկու տարբերակ։ Առաջին տարբերակում գնալ եւ ստորագրել, որ էսա ինչ ուզում եք, այսքանը կարա լինի, ավել բան չի կարա լինի։ Ուզում եք որ գրվի շեշտի, որ ինքնիշխանություն տարածքային ամոճը, մենք դա առաջին մասում շեշտում ենք, բայց դրանից ներքև սա պետքա լինի։ Եվ մենոնք ասել են այո, այսինքն տեքստը բանակցված չի։ Տեքստը ուղղակի պատրաստված է եւ տրված է։
ամերիկյան կողմի մասով, ամերիկյան կողմը վկա է։ Ասում են, լավ, դուք երկու կողմեր համաձայն եք այս տեքստին։ Ուրախ եք, այո, դե ստորագրում։ Տեսեք, պարոն Մարուկյան, ինձ մոտ տպավորություն է, որ օրինակ Իլհամ Ալիևը շատ լավ հնարք է անում եւ հնարել է։ Ինքն ասում է Թրիփը, Թրամփի անվան ճանապարհը Զանգեզուրի միջանցքով։ Այսինքն սա կարելի է նաեւ ենթադրել, որ եթե վաղը տապալվում է կոնկրետ Թրիփը, Զանգեզուրի միջանցք, այս տերմինը սա իրողություն է, որ ներկայացնելու Ալիևը եւ ասի, բայց ինչ կապ ունի, որ Թրիփը կոնկրետ տապալվել է, մենք ունենք համաձայնություն, որ ունենք Զանգեզուրի միջանցք եւ Թրամփի օրոք չենք անում կամ Թրամփի միջամտությամբ չենք անում, մասնակցությամբ չենք անում, մեկ այլ ճանապարհ, ասենք, չգիտեմ, Նազարբաևի անվան ճանապարհ ենք կառուցում։ Տեսեք, քանի որ իրենք հասկանում են, որ ամերիկյան քաղաքականությունը, կոնյունկտուրան քաղաքական, ադմինիստրացիան փոխվում է ամեն ադմինիստրացիայի ժամանակ, դրա համար բնականաբար նրանք չեն կարճելու Թրիփ բառից։ Եվ իրենք իրենց նարատիվն են առաջ մղելու, որը իրենց կարծիքով ավելի ուժեղ է, քան նորահայտ Թրիփը։ Եվ այդտեղ մի հատ ուրիշ ավելի վատ շերտ կա, որ ոչ թե այնա, որ վաղը Թրիփը չի լինի, բայց Զանգեզուրի միջանցքը լինի։ Դա այնա, որ իրենք այդ հատվածը չեն ճանաչում։ Լավ դե յուրե եթե ճանաչում են, որ այն Հայաստան է, դե ֆակտո կարծում են, որ այն չպիտի լինի հայկական վերահսկողության ներքո։ Հետևաբար բոլոր տեքստերում, նաև ՄԱԿ-ի ելույթ, եթե դուք նայեք Ալիևի, ինքը ասում է Զանգեզուրի միջանցքի միջոցով Ադրբեջանը կապվելու է Նախիջևանի հետ։ Չի ասում Հայաստանի հարավային։ Ես հասկանում եմ, դա ընկալելի է, իրենք դրա մասին վաղուց են խոսում, բայց Ալիևի հրետորաբանության մեջ սա կոնկրետ փոխվել է նախկինում Վաշինգտոնի համաձայնագրից հետո նա ասում էր պարզապես Զանգեզուրի միջանցք, հետո հասկացան, որ գուցե Թրամփը կնեղանա այդ արտահայտությունից եւ հնարեց Թրամփի անվան ճանապարհ Զանգեզուրի միջանցքով։ Այսա ինձ թվում է շատ վտանգավոր տերմին է, որը որ եկել է օրակարգ միջազգային։ Շատ լավ։ Ախր այդ Զանգեզուրի միջանցքի ձևակերպումը նոր չի եկել միջազգային օրակարգ։ Դա երկար տարիներ մարդիկ դոբինգ են անում։ Հայկական կողմը չի հակադրել իր համապատասխան նարատիվները դրան, որպեսզի այն չեզոքացնի։ Այն արդեն բոլոր ուղեղային կենտրոններում, արևմուտքից մինչև ասիական երկրներում գործող ուղեղային կենտրոններ օգտագործում են որպես Զանգեզուրի միջանցք։ Եվ բնականաբար դրա տակ կա շատ խորը պատմական շերտ։ Եվ պատմական շերտն էլ այն է, որ իրենք երկար ժամանակ այս ուղղությամբ աշխատանք են տվել եւ նախապատրաստվել են։ Հիմա հայկական կողմը փաստաթուղթ է ստորագրել, որ այո, ես համաձայն եմ, բայց իրեն պետք էր որևէ ինչ-որ այլ սոուս, քան ինչ որ Ադրբեջանը Թուրքիան լոբինգ անում, այդ սոուսը հենց եղավ Թրիփը։ Ուրիշ տերմիններ, հենց եղավ Թրիփը, եղավ Թրիփը, բայց հիմա Ալիևի համար ասենք լավ պատկերացնենք Ալիևը չի օգտագործում Զանգեզուրի միջանցք։ Հիմա շատ է, ես ուզում տերմինաբանությունից մի հատ դուրս նայենք։ Մեզ բովանդակությունն է հուզում, թե տերմինը։ Ես նաև նկատել եմ, որ եթե ինքը միջանցք է, վերջին երկու իր ելույթներում միջազգային հարթակներում ՄԱԿ-ի ամբիոնից եւ մինչ այդ նաև ԵԽԽՎ-ում հիմա այո, եւ մինչ այդ էլ Շոսում Փաշինյանը երբ խոսում էր, որ չկա Զանգեզուրի միջանցք, նա հենց տերմինից էր խոսում, այսինքն բովանդակության մասին ոչինչ չէր ասում, ասում էր մենք պայմանավորվել ենք, որ այս տերմինը չենք օգտագործում։ Եվ սա ոնց որ ասի, որ եթե նույնիսկ ինչ-որ բան պայմանավորվել ենք, արի ուրիշ տերմինի տակ դա ներկայացնենք, որ իմ վարկանիշը չի շնի։ Բովանդակային բան մինչև ընտրություններ չի լինելու այդտեղ։ Համոզված եք։ Այո։ Դրա համար Փաշինյանին պետք է որ հիմա տերմինի շուրջ այս հարցը փակվի, որտեղ դետալները հետո ա գալու։ Պրոցեսը հողի վրա համոզված, որ ոչինչ չի լինելու։ Դուք կարծում եք Իլհամը այսպես սпасելու է, այդքան խելոք է Իլհամ Ալիևը։ Ես կարծում եմ, որ ինքը ինչ որ իրան պետք է ինքը ստացել է եւ դրանից այլևս խուսափում այս ադմինիստրացիայով հայկական չի լինելու։ Հետեւաբար ինքը հանգիստ կթողնի, որ այս ադմինիստրացիան վերարտադրվի։ Դեպքում պայմանագիրն էլ կկնքի։ Վերարտադրվի, հա բայց ով ասում որ կարող չկնքի։ Կարող կնքի։ Ես ես մի բան ասեմ, որ օպոզիցիան շատ է կարճած մեր, որ այ դրանք չկնքեցին, նախաստորագրեցին, բայց ով ապշած եմ։ Որ վաղը ստորագրի, ինչ է խոսալու։ Ինձ մոտ տպավորություն է, որ ստորագրելու է մի քանի ամիս, 2 ամիս առաջ ընտրություններից եւ նա կունենա։ Ես ուրիշ բան եմ ախր շրջանառության մեջ փորձում դնել, որը բավականին լավ կարծում արդեն ստացվել է։ Այդ փաստաթուղթը ոչ թե պետք է Հայաստանի համար լինի բաղձալի ստորագրվելի բան,
այլ մնա որպեսզի մենք կարողանանք այն վերաբանակցել։ Չնայած նրան այս ադմինիստրացիան մեր ունեցած այնպիսի ձևակերպումներ է պայմանավորել, որ որևէ կերպ այն անփոփոխելի է այլևս։ Բայց բնականաբար նոր իշխանությունը կարող է այն վերանայել եւ վերաբանակցել։ Դա համար տենչալ որ տեսար չստորագրեցին, այլ դա նախ ստորագրել են բանման, վաղն էլ կստորագրեն, որովհետեւ դա այն տեքստն է, որին Ադրբեջանը ոնց ասեմ, ոչ թե Ադրբեջանին պետք է, այլ Ադրբեջանն է գրել այդ տեքստը։ Պարոն Մարոկյան, տեսեք, նաև մեկ այլ բան կա, հա, եթե գալիս է նոր իշխանություն, ձեր կարծիքով, հա, հնարավոր է արդյոք ինչ-որ ձևով, եթե չեղարկել թրիփն ու այդ արդեն նախա ստորագրված համաձայնագիրը, այլ որոշ փոփոխություններ ասել, օրինակ նայիվ բան ասեմ, հա, պրիմիտիվ բան ասեմ, որ Թրամփի օգնականները գնան ասեն, դա գայ փոխվել է, արդեն ուրիշ գայ է եւ ուզում է ձեզ հանդիպել եւ քննարկել այդ ամենը։ Հնարավոր է այս սցենարը, թե այնինչ արդեն նախաստորագրվել ու ստորագրվել է, հնարավոր չի փոխել տարբերակները կամ նույնը շարունակում եք կամ չեղարկում եք բոլոր հետևանքներով։ Ուրեմն, նայեք, Հայաստանի քաղաքական դաշտը կարծում եմ բաժանվել է երկու խմբի։ Քաղաքական ուժեր, ովքեր այն համարում են իրողություն, որ դա եղել է, մենք էլ ոչ իման չենք կարող անել, եւ քաղաքական ուժեր, որ ես չգիտեմ բացի մեծ ուրիշով ասել, որ այն համարում են, որ հնարավոր է այն Կարծեմ Հայաստան դաշինքն վերաբանակցել։ Հիմա մենք տեսնում ենք դրա հնարավորությունը, ես վստահ եմ, որ դա կարող ենք անել։ Եվ բոլոր նրանք, ովքեր ասում են այն իրողությունը, այն այս պայմաններում միակ ձեռքբերումներ դրա այդ թղթերի բաստաթղթերի չընդունումը նշանակում է պատերազմ ըստ ձեզ, թե? Բացարձակ, ինչի համար պատերազմ։ Ինչի համար։ Գիտեք, այդ պատերազմի ահաբեկչությունը, որ իշխանությունը իրականացնում է, եւ ընդդիմությունն է դարձել այդ շանտաժի զոհը։ Այսինքն պատերազմ, այն որ այդ տարածքում անընդհատ միշտ էսկալացիան սպասվել է, դրա մասին մենք ենք խոսել։ Բայց ոչ թե տարածքի հետ է կապված։ Ադրբեջանը երբեք այդտեղ չի հարձակվի, որ միջանցք կտրի կոպիտ ասած։ Ադրբեջանը ուրիշ տարածքներում կարող է հարձակվել, որ մենք այդտեղ զիջումների գնանք։ Օրինակ, Ջերմուկի հատվածում, Վայոց ձորի Նախիջևանի։ Իսկ ինչու ոչ այնտեղ։ Որովհետև այդտեղ կա Իրանի Իսլամական Հանրապետություն, որովհետև այդտեղ կանգնած է ռուսական սահմանապահ զորախումբը, որովհետև դա վերջին հաշվով Իրանի եւ ԵԱՏՄ-ին կապող հատվածն է, այսինքն Իրանի դիրքորոշումը հասկանալի է, բայց ես ուզում եմ հարցնել ձեր կարծիքը Ռուսաստանի դիրքորոշման մասին, որովհետև պաշտոնական Մոսկվան միշտ խոսում էր Հայաստանի եւ Հայաստանի իշխանությունների մասին որպես դաշնակիցների։ Օգոստոսի 8-ը այս առումով ինչ որ բան փոխել է Կրեմլի նարատիվներում, Կրեմլի դիրքորոշման մեջ։ Գիտեք, եթե նայենք, ես միայն նայում եմ նախագահական ադմինիստրացիայի հայտարարությունը, որտեղ դրանք են կարևոր, այնտեղ անդադ շեշտադրում կա, որ երակոմ բոլոր պայմանավորվածությունները ուժի մեջ են։ Դրանք 3 տարի ասում են, բայց միայն Չէ, իրանց մոտեցումը դա է, որ ուժի մեջ է, եւ մենք այդ ճանապարհով ենք տեսնում։ Մնացածը դուք ինչ պայմանավորվել եք, կոպիտ ասած, երբ որ կփորձեք հողի վրա իմպլեմենտացնել, կտեսնենք, դա կստացվի թե ոչ։ կարծում եք։ Ես այդպես եմ անցալում։ Այսինքն թրիփի ստորագրումից հետո ասել, որ երակոմ պայմանավորությունները ուժի մեջ են։ Իսկ ընդունելի Եվ Հայաստանը չի հետ քաշել իր ստորագրությունը, բան, դա ասենք շատ բան։ Տեսեք, նաև կա այսպիսի մոտեցում, որ եթե Մոսկվան ցանկանա, կարող է իր ազդեցություն ունենալ ընտրությունների արդյունքների վրա, որովհետև ունի մի շարք լծակներ, մասնավորապես կարող է Հայաստանին տնտեսական իր, այսպես ճաշել, օրինակ գազի գին, չգիտեմ, աշխատավոր միգրանտներին հետ ուղարկի Հայաստան, ծորենը, չտա եւ այլ եւ այլ։ Բայց Ռուսաստանը ոնց որ զերծ մնում նման քայլերի չէր ուզում փչացնել հարաբերությունները Հայաստանի հետ եւ կա կարծիք ռուսաստանցի փորձագետների մոտ, որ Ուկրաինայից հետո այդ դասից հետո, որ ասենք իրենք կորցրեցին ուկրաինական հասարակությունը որպես ռուսամետ հասարակություն, գոնե հասարակության մեծ մասին, հա, իրենք երբեք չեն գնա երկրորդ անգամ նման քայլի, այսինքն ինչ էլ անեն Հայաստանի գործող իշխանությունները, Մոսկվան կամ կընդունի կամ չի ընդունի, բայց երբեք չի միջամտի եւ չի գնա կտրուկ քայլերի։ Ես չեմ տեսնում, որ կտրուկ քայլերի կգնան։ Եթե գնան կտրուկ քայլերի, ավելի վատ իրենց համար կլինի, որովհետեւ մենք արդեն ունենք բավականին բարձր մակարդակի ռուսաֆոբիա Հայաստանում, եւ դա ավելի կսրվի բնականաբար, եւ ես չեմ կարծում, թե Ռուսաստանը ունի
որևէ լծակ Հայաստանում process-ների վրա ազդելու։ Իսկ արևմուտքը Արևմուտքը ունի լծակներ եւ դրանք գործում են։ Արևմուտքը ունի փափուկ ուժ։ Ռուսաստանը չունի փափուկ։ Հայաստանում ինչ արևմտյան որ փափուկ ուժն է գործում, ըստ ձեզ, որ կարող է ազդել ընտրությունների վրա։ Հայաստանում գործում է արևմտյան բավականին մեծ մեդիա աջակցություն եւ Հայաստանում գործում է բնականաբար քաղաքացիական հասարակության սեկտորը, որը ամբողջությամբ շատ բացառություններով մի քանի հատային բացառություններով ամբողջությամբ աջակցում է գործող իշխանություններին եւ մեդիա դաշտում իշխանության դոմինանտությունը նաեւ գալիս է արևմտյան փափուկ ուժի աջակցության արդյունքում։ Հա, բայց դրա հետ մեկտեղ այդ ամեն ինչի արդյունքում միևնույն է Փաշինյանը ունի ընդամենը 15% աջակցություն։ Չի մեծանում նրա աջակցությունը, չնայած այդ մեդիաների եւ հասարակական կազմակերպությունների։ Սա ինչպես կբացատրեք։ Դա սուտ է։ Ես բացատրեմ հետեւյալ կերպ, որ Փաշինյանը դա սուտ է։ Դա նշանակում է մարդկանց խաբել։ Ինչքան է իրականում բոլոր սոցիոլոգները, ովքեր պնդում են, որ Փաշինյանը ունի 15% աջակցություն, նրանք աջակցում են, որ Փաշինյանը նորից վեր ընտրվի։ Ինչու՞։ Որովհետեւ ոնց բացատրեմ, պատկերացնենք ես ֆուտբոլային բան եմ։ Ֆուտբոլի թիմ ունեմ եւ այդ թիմի տրիներն եմ։ Եվ ես իմ թիմին ասում եմ. ձեր հակառակորդ թիմը մի ստից թիմ է, շատ թույլ 15% շանս ունի ձեզ հաղթելու։ 85%-ը ձերն է։ Իմ թիմը ջախջախվելու է։ Իրականությունը ո՞րն է ըստ ձեզ։ Իրականությունը այն է, որ Փաշինյանը ունի բավականին կայուն էլեկտորալ միջուկ, որը մի շարք հանգամանքների վրա է կառուցված, դրա մեջ դեպի Եվրոպա կա, դրա մեջ որոշակի քաոսի էլեմենտներ կան, որ քաոսը եւ դա շատ շերտերի դուր է գալիս, որ չկա ուժեղ կենտրոնացված որևէ բռունցք եւ քաոտիկ իրավիճակում են։ Դրա մեջ կա բնականաբար արևմտյան որոշակի բան, դրա մեջ կա մեծ ռուսաֆոբիայի աստիճան, որ ռուսաֆոբությունը այստեղ է գումարվում, դրա մեջ կա ասֆալտ, Ինչ տոկոսի մասին է խոսքը, պարոն Մարուկյան, եթե 15-ը համարում եք ճիշտ։ Ես սոցիոլոգ չեմ, բայց կարծում եմ, որ ընտրություններ լինի, իշխանությունը կհասցնի 30-ից ավել, մինչև 40 ձայն տանել։ Կապված է երբ լինի դուք։ Եթե սկիրակի լինի օրինակ, իշխանությունը կարողանա բավականին լուրջ ձայներ տանել։ Նայեք, իշխանությունը պատրաստ է ընտրություններին։ Բայց Փաշինյանը 2 օր առաջ կարծեմ հայտարարեց, որ 8 ամիս է մնացել եւ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացնելը նպատակահարմար չէ։ Շատ լավ է, ասացի։ Ես տեսնում էի նման զարգացում, չեմ փակում այդ դուռը, որ կարող է վաղնել ասուլիսան եւ ասի արդեն նպատակահարմար է, որովհետեւ 4 հանրապետությանը դա է պետք եւ խաղաղությանը դա է պետք, բայց ես ուզում եմ ասել, որ չի կարելի օպոնենտին թերագնահատել, որ դա sense ինչ-որ բան է, դենց ինչ-որ բան ու գնալ, ասենք, գլխով պատին ամեն անգամ տալ։ Դա մեր այսօրվա օպոզիցիայի, թե 21 թվականի սխալներն են, թե ընդհանուր պարլամենտական այս process-ներն։ Ըստ ձեզ, ընդդիմությունը հնարավորություն ունի ընտրությունների միջոցով իշխանություն փոխել Հայաստանում։ Նայած ինչ նկատի ունենք ընդդիմություն։ Okay։ Հայաստանում ընդդիմության ուրիշ ձևակերպեմ։ դեմքերի փոփոխություն։ Հայաստանում ընտրությունների միջոցով իշխանափոխությունը հնարավոր է։ Միանշանակ այո։ Եվ ինչ պետք է անել դրա համար, ըստ ձեզ։ Դրա համար պետք է խոշորանան ընդդիմադիր ուժերը, խորը կոնսոլիդացիա է պետք, եւ Մոլդովայի եւ Վրաստանի փորձը ցույց տվեցին, որ ընդդիմադիր ուժերի ամբիցիաների, չգիտեմ, հակասությունների պատճառով ընդդիմադիր ուժերը գնացին ընտրություններին էշելոնավորված, բազմաթիվ ուժերով եւ իշխանությանը հնարավորություն տվեցին մոտավորապես։ Խորհրդարանական ընդդիմությունն էլ ասում է, բայց մենք Գյումրիում գնացինք այս ճանապարհով եւ մեզ հաջողվեց իշխանափոխություն անել Գյումրիում։ Որովհետեւ իրենք չեն հասկանում Գյումրիում ինչա կատարվել։ Գյումրիում երկու տեղական թիմեր, կլան բառը չեմ ուզում օգտագործել։ Տեղական երկու խոշոր իրողություններ ապա քաղաքական գործել են։ Այդ երկու մեծ խոշոր թիմերի ձայները չի կարելի է ավտոմատիկ հաշվել, որ դրանք հակաիշխանական են։ Համապետական ընտրությունների ժամանակ օրինակ եմ ասում, Վարդան Ղուկասյանի, Մարտուն Գրիգորյանի կամ մյուս մասնակիցների դիմադիր ձայներ կան, որ կգնան կընտրեն Նիկոլ Փաշինյանին։ Չի կարելի մաթեմատիկորեն այդ ձայները եւ այդ հաշվարկը ձև անել։
Այ ընդդիմությունը մնացել է Գյումրի ընտրությունների տակ եւ չի հասկանում, որ Փաշինյանն արդեն Մոլդովա է ուզում։ Ենթադրեք ընդդիմությունը համախմբվել է, ամբողջ ընդդիմությունը եւ համակարգային եւ խորհրդարանական եւ արտախորհրդարանական եւ ձեզ հանձնարարել են, խնդրել են գրել ճանապարհային քարտեզ, ինչպես անել, որ Նիկոլ Փաշինյանը եւ նրա կուսակցությունը պարտվի։ Ինչ է կանելու։ Մի քանի կետ այդ ճանապարհային քարտեզի։ Ճանապարհային քարտեզի առաջին կետը տեղի է ունենում հնարավորինս լայն կոնսոլիդացիա։ Ինչ է նշանակում առարկայական, կարող եք ասել այդ կոնսոլիդացիան ինչ է ենթադրում։ Առարկայական մի շարք լուրջ քաղաքական բովանդակություն ստեղծող միավորում եւ ընդդիմության առաջին դեմքի փոփոխություն։ Օրինակ անուններով ինչ։ Օրինակ Ռոբերտ Քոչարյանը հայտարարում է, որ ես չեմ մասնակցել ընտրություններին։ Դա կօգնի ընդդիմությանը։ Մի րոպե։ Ես չեմ մասնակցել ընտրություններին։ Իմ թիմը դուք գիտեք, որ SSS մարդիկ են, եւ իմ թիմից մի նոր մարդ կառաջնորդի մեր ցուցակը, օրինակ Հայաստան դաշինք, չէ՞ դուք ասում։ Հայաստան դաշինքը առաջնորդում է Աննա Գրիգորյանը։ Ուզում եք անուններով ասեմ, անուններով եմ ասում։ Քոչարյանը չի մասնակցում, դուրս է գալիս քաղաքականությունից։ Հայաստան դաշինքը հենց առաջնորդի Աննա Գրիգորյանը այնտեղ կլինի բավականին լուրջ կոնսոլիդացիա այլ նաև ուժերի։ Քոչարյանի գործումը կգնա մի կողմ եւ ավելի ապակենտրոն, ոչ բրգաձև համակարգ կստանան։ Դրա արդյունքում Փաշինյանը կզրկվի մի հատ խոշոր զենքից, որը կիրառում է անդադար եւ հիմա նախկիններ Քոչարյան։ Այո, գնացինք առաջ։ Մյուս ընդդիմադիր դաշտերում, օրինակ, մեր ձևով շարժումը նորից գնում է մեծ կոնսոլիդացիայի, ավելի է խոշորանում եւ կարող է մի հատ էլ լինի, բայց ես տեսնում եմ, որ պարլամենտական ընտրությունների արդյունքներով Հայաստանում անցնելու է մոտավորապես 3-ից 4 ուժ, բայց ընտրություններին մասնակցելու է մոտավորապես 30 ուժ։ Արդեն ասացի, այսինքն կոնսոլիդացված Հայաստան դաշինքը այս պահին մեր ձևով երկրորդ տեղում է արդյունքներով, Հայաստան դաշինքը երրորդ տեղում է եւ ես չեմ կարծում թե Ռոբերտ Քոչարյանն ուզում է մասնակցել ընտրություններին եւ ընկնել երրորդ տեղ։ Հետևաբար նա պետք է իր թիմում սերնդափոխություն անի։ Եվ կարծում եմ 21 թվականի փորձը, որ նաեւ նա բազմիցս նշել է, որ ժողովուրդը գնաց ընտրեց իրան հիմա այդ այ։ Մենք փորձել ենք այդ եղավ։ Այսինքն փորձը կա, որ այլևս նա փորձել է, չի ստացվել եւ դաշտ է բացում, որ Փաշինյանը զրկվի իր հիմնական զենքից։ Էլեկտորալ արժեք քանի որ Okay, դուք ասացիք Հայաստան դաշինքի մասին մեր ձևովի մասին ասացիք։ Մեր ձևով Հայաստան դաշինք երրորդը։ Մնացածները խոշորանում են այդ երկու ուժերի հետ։ Միանում են այդ երկու ուժերին։ Որ ուժերին կմիանաք, դրանցից որ մեկին կմիանաք։ Մենք ես բազմիցս խոսել եմ Սամվել Կարապետյանի առաջնորդության մասին, ես ավելի շատ այդ դաշտում եմ տեսնում։ Իսկ իրենք ձեզ տեսնում են։ Միանան օրինակ Հայաստան դաշինքի։ Իսկ իրենք ձեզ տեսնում են։ Ես չեմ բանակցում, դուք ինձ հիպոթետիկ հարց եք տալիս, ասում եմ որտեղ եք տեսնում, այդտեղ եմ տեսնում։ Իսկ եթե չլինի նման համախմբում ընտրություններին կմասնակցեք։ Եթե չլինի նման համախմբում, կտեսնենք, ամեն դեպքում մենք հիմա շատ խորը պատրաստություններ ենք տեսնում եւ մենք բնականաբար մեր քաղաքական product-ը ներկայացնում ենք ամեն օր, մեր այլընտրանքը, մեր մոտեցումները եւ բազմաթիվ քաղաքական ուժեր մեր product-ից են սնվում, այսինքն մենք արտադրում ենք քաղաքական կոնտենտ, իրանք դա տարածում են, որը շատ լավ է։ Օրինակ մեր ձևով շարժումը արդեն հայտարարում է քաղաքական շարժման մեկնարկի մասին, ասենք օրինակ դեկտեմբերին հայտարարում է։ Այ այդ հարցին չենք ասել, ես դա համար ձեն դեկտեմբերին հայտարարում է եւ որոշում է, որ Էդմոն Մարոկյանի Լուսավոր Հայաստան կուսակցությունը իրեն չի հետաքրքրում։ Դուք ինչ եք անելու, որովհետեւ կան այլ ուժեր եւս արտախորհրդարանական, որ ասում են, որ մենք երրորդ ուժ ենք ձևավորում։ Դուք ես շարունակում ես, ասում եմ դեռ երրորդ ուժ մի երրորդ էլ կարող է լինել, 4 ուժից ավել ես չեմ տեսնում։ Այսինքն այդ երկուսը հիմա երևում են, այդ երկուսի շուրջ կոնսոլիդացիան ես ասացի։ Ես նաև Փաշինյանին չեմ մոռանում։ Փաշինյանի շուրջ էլ լինելու կոնսոլիդացիա։ Արևմտամետներ։ Այո, այնտեղ էլ լինելու կոնսոլիդացիա։ Առանձին կուսակցության տեսքով այնտեղ լոբինգ ա գնում, որ իրանք մի ցուցակով մասնակցեն։ Եթե դուք նայեք Արամ Սարգսյանի հարցազրույցները, որ ուզում է որ արտահերթ լինի ընտրությունները, մի քանի տեղ ասում է որ պետքա մի ցուցակ լինի։ Հետեաբար հիմա նայեք, մենք ոչ մեկին չենք խնդրում, որ անպայման եկեք իրար դաշինք անենք։ Դա կլինի մեր ձևով թե այլ ուժ։ Մենք ունենք մեր քաղաքական product-ը, մենք արտադրում ենք քաղաքական միտք եւ այլընտրանք,
որը անմրցակցելի է քաղաքական դաշտում, եւ ես կարծում եմ, որ Փաշինյանի օրինակ ցանկացած բանավեճում ես կարող եմ ցաներ վիճակի մեջ գցել եւ չեմ ճանաչում մեկ այլ քաղաքական գործիչ, որ կարող է նույնը անել։ Ամենայն պատասխանությամբ եմ ասում։ Հիմա այդ երրորդ դաշտում, թողեք հարցը այս ավարտեմ, այդ երրորդ դաշտում կարող է լինել ձևավորում ուրիշ մի հատ կոնսոլիդացիա, այդ պարագայում կլինի, օրինակ, Նիկոլ Փաշինյանի ուժը, ասենք, Հայաստան դաշինք արդեն առանց Ռոբերտ Քոչարյանի, Սամվել Կարապետյանի ուժը եւ ելի մի հատ ուժ, բայց ինչա ուզում Նիկոլ Փաշինյանը, ինքը ուզում է որ չէ, որ 30 ուժ մասնակցեն, այն երկու ուժերը իրար հետ մոտավորապես 75% ձայները վերցնում են, երեք ուժերը իրար հետ, եւ մնացած ուժերը մնում են բոլորը բարիերի տակ։ Եվ բաշխում են այդ ձայները։ Բոլորը բարիերի տակ։ Եվ այդ դեպքում ես ամեն ինչ անելու եմ։ Հիմա այս հարցազրույցը բնականաբար նաեւ ազդելու միջոց է, որ մեր քաղաքական գործընկերները խորը հետևություններ անեն։ Որտեւ ես նաեւ իմ դերը տեսնում եմ այդ կոնսոլիդացիան առաջ մղելու մեջ այդ կոնսոլիդացիան։ Բայց դուք խոսել եք օրինակ Հայաստան դաշինքի падգամավորների կամ Քոչարյանական թիմից որևէ մեկի հետ իրենց համար ընդունելի է ձեր այդ առաջարկը, որ Ռոբերտ Քոչարյանը հեռանա եւ մեկ ուրիշը լինի նրանց առաջնորդը։ Ես չեմ խոսել Հայաստան դաշինքի падգամավորների հետ, այն միտքը, որ ես ձեզ ասում եմ, դա իմ մոտ բյուր եղածել է մոլդովական ընտրություններից հետո, եւ ես համարում եմ այս հարցազրույցը ուղիղ խոսակցություն նաեւ Ռոբերտ Քոչարյանի հետ։ Ռոբերտ Քոչարյանի падգամավորները չեն որոշում Ռոբերտ Քոչարյանի քաղաքական ապագան։ Ամենայն հարգանքով բոլորի նկատմամբ երկրորդ նախագահը ինքն է որոշելու։ Ինքը ուզում է երրորդ տեղ ընկնի եւ երրորդ տեղ ընկած ժամանակ միավորվի այլ օպոզիցիաների հետ։ Եթե ուզում է, թող մնա։ Բայց ես ասում եմ այն ինչ որ լինելու է եւ ասում եմ այն ինչ կարելի է անել, որ մենք 2026 թվականին Նիկոլ Փաշինյան անուն ազգանունով վարչապետ չունենանք։ Պարոն Մարոկյան, տեսեք, ձեր ասացի մեջ ես փորձեմ ինչ որ այլ տրամաբանական հաստարկներ բերել, հա։ Ենթադրենք, հա, դուք խոսում եք Հայաստան դաշինքի ներկայացուցիչ, նրանք էլ ձեզ կասեն օրինակ, հա, չգիտեմ ինչ կասեն, բայց ենթադրում են, որ եթե ձեր տրամաբանությամբ շարժվենք, ապա բոլոր այդ նրանք ում երրորդ ուժը պետք չէ Ռոբերտ Քոչարյան կգնան իրենց ձայնը կտան մեր ձևով շարժմանը եւ իդեպ Հայաստան դաշինքի падգամավոր Քրիստինե Վարդանյանը ինձ հետ հարցազրույցում ասաց որ կարծեմ հենց ինձ հետ հարցազրույցում ասաց որ եթե իրենք երրորդ տեղը զբաղեցնեն կմիանան իհարկե Սամվել Կարապետյանի մեր ձևով շարժմանը որևէ խնդիր դրանում չեն տեսնում իրենց երխնդիրը Նիկոլ Փաշինյանի հեռացնելն է եւ երկրորդ փաստարկը սա առաջին փաստարկը եւ երկրորդ փաստարկը որ նույնպես բավականին տարածված է հասարակության մեջ մի մասը հասարակության արդեն հոգնել է այն աստիճան Նիկոլ Փաշինյանից եւ այս քաոտիկ վիճակից նրա միջազգային ասպարեզում իրեն այդ անիմաստ ու ոչ միշտ adekvat քայլերից ու հայտարարությունից բավականին ոչ լուրջ հայտարարություններից այդ բանակցությունների ձևից եւ ասում է թող գա Ռոբերտ Քոչարյանը ում մասին իրենք ում հիշում են որպես շատ ուժեղ նախագահ ով ելույթներ էր ունենում ՄԱԿ-ի ամբիոնից եւ բանակցում էր եւ ուներ լավ հարաբերություններ Շիրակի հետ Պուտինի հետ այս փաստարկներին ինչ կա։ Ես հասկացա, նախ ուզում եմ ասել որ Հայաստան դաշինքում քաղաքական գործիչներ շատ քիչ կան հատային ամենայն հարգանքով Քրիստինեի նկատմամբ մյուս падգամավորների նկատմամբ ես ասում եմ բաներ որոնք ոչ թե ուղղակի ասում եմ բաներ որ ասում եմ հենց այդպես լինում է այդպես չեմ ասում ուղղակի մոտարապես բաներ ես 21 թվականին ասել եմ ինչա լինելու ու բառատառացիորեն դա տենց եղել է հիմա էլ նորից ասում եմ հիմա ամբիցիայի գրիվ չի սա հիմա մենք տեսնում ենք օրինակ անկախ մեզանից բոլորից անկախ հարցումներ կան որի 80%-ը պնդում է որ նախկինների վերադարձը չեն ուզում մենք ինչու ենք այս զենքը տալիս Նիկոլ Փաշինյանին այսինքն մենք գնում ենք 20%-ի մենք չէ՞ էլի նախկին իշխանությունները մտնում են 20%-ի մեջ կռվեն որ դրա հակադիր 80-ի մեջ Նիկոլը իրանց կրի ես այլ բան եմ ասում ես ասում դուք արդեն մի անգամ փորձել եք
Դուք ուզում եք Ուղիղ դուք ունեք առաջարկ ռեսուրսներ։ արեք, ուղիղ առաջարկ արեք։ Դուք ունեք քաղաքական ռեսուրսներ, շատ լավ ձեր թիմը կլինի։ Ձեր թիմը կա։ Ինչ վտանգ Իսկ կա, Սերժ եթե իրանց Սարգսյանը թիմից ինչ պետք է անի այս կոնֆիգուրացիայի մեջ, թե ինքը արդեն դերակատարություն ունի որպես քաղաքական գործիչ։ Սերժ Սարգսյանը ինչ պետք է անի, պետք է ամեն ինչ անի, որ Նիկոլ Փաշինյանին չօգնի։ Օրինակ, վերջին լսումները խորհրդարանական, դրանք մեծագույն աջակցություն էին Նիկոլ Փաշինյանին։ Որտեղ եթե ժողովուրդը տեսնում է, որ Նիկոլ Փաշինյանը, որը քաղաքականության մեջ ավելի հին է, քան Արամ Սարգսյանը, Արամ Սարգսյանը եղբոր սպանությունից հետո է մտել քաղաքականություն, Նիկոլ Փաշինյանը դրանից առաջ եկա քաղաքականության մեջ։ Տեսեք, տարիքային տարբերություն կա, Նիկոլ Փաշինյանը ավելի երիտասարդ է, քան Արամ Զավենի Սարգսյանը, բայց ինքը քաղաքականապես Զավենիչից հին է։ Եվ երբ որ դուք գալիս ասում եք, որ այն Նիկոլ Փաշինյանին, որը հեղափոխություն է առաջնորդել, իրան փոխարինող ենք մենք տեսնում մեր ժողովրդի համար որպես այլընտրանք, այդ հեղափոխության կողմից մերժված ռեժիմի, ոստիկանապետի, ախրանի պետի փեսուն, կներեք ոնց որ ասեք, Ժորժ ջան, մի հատ էլ Նիկոլին ընտրեք։ Հետեաբար էլեկտորալ իմաստով այնտեղ չկա ոչ մի բան, էլեկտորալ արժեք չեն ներկայացնում իրանք, չկա ձայն։ Okay, չենք խոսում։ Այդ առաջարկը ես չեմ անում, իրանք հետո իրանք էլեկտորալ չկան։ Վերադառնանք։ Եթե երկրորդ նախագահը չմասնակցի, երրորդ նախագահի այդ խանդը չի լինի, նա էլ չի մասնակցի։ Հետեաբար երկրորդ նախագահի շատ բան է կախված։ Եվ այս իմաստով, տեսեք, ես չեմ սիրում կուլիսային բաներ, բան գնամ մի հատ, ես շատ լավ հարաբերություն ունեմ։ Դուք քաղաքական հայտարարություն եք անում։ Այո, ես շատ լավ հարաբերություն ունեմ Իշխան Սաղաթելյանի հետ։ Բոլորին ես բոլորին կարող եմ զանգել, բոլորին կարող եմ հանդիպել, այն ինչ որ ասում եմ հիմա, ասել։ Բայց ախր սա շատ པարզ բան է եւ սա ես ասում եմ հարցազրույցով։ Սա ինչ կուլիս չի։ Սա այն է ինչ որ գալիս է, եւ եթե մենք բոլորս մի մտքի ենք, որ ուզում ենք որ երկրում փոխենք այս իրավիճակը, եւ այդ իրավիճակը փոխելով կանգնեցնենք ընթացող արհավիրքը, մենք այդտեղ չպետք է քննարկենք, բայց չէ որ կարող է մարդիկ հիշում են որ Ռոբերտ Քոչարյանը լավ ելույթ հանեց։ Այդ ո՞ր մարդիկ են, այդ ո՞ր ովքեր են, ինչ է կա սոցիոլոգիա, կա գիտություն, խնդրում եմ հաշվի նստեք գիտության հետ։ Ես չեմ մտնում այն դաշտորը, ում եմ սիրում, ում չեմ սիրում, ում եմ հարգում, բայց դուք տեսեք, ես որևէ վիրավորական բան, ոչ մեկ անձնական որևէ բան չկա։ Ես ասում եմ որպես քաղաքական մարդ, քաղաքական կենթանի, ես ձեզ ասում եմ, որ process-ները գնալու են այդ ճանապարհով։ Եվ այդ process-ները կանգնեցնելու համար կան քարտեզագրած արդեն մեխանիզմներ, եւ եթե ինձ լսեն, Նիկոլ Փաշինյանը 26 թվականին Իսկ ինչի պետք է ձեզ լսեն, պարոն Մարոկյան։ Որովհետեւ ես երբ որ բան եմ ասում, դա լինում այդ դրա համար պետք է ինձ լսեն։ Պարոն Մարոկյան, տեսեք, չէ՞։ Օրինակ հիմա կներեք, ինչի պետք է ինձ լսեն։ Ինձ արդեն Քոչարյանը լսել է մի քանի անգամ։ Եվ օրինակներ։ Օրինակ բերեմ։ Նոյեմբերի 9-ի փաստաթղթից որ ես երկար խոսում էի, հետո ինքը ասուլիս արեց իմ ասածները բառ առ բառ կրկնեց։ Այդ դեպքում որ ժամանակին ասել էին կապիտուլյացիա է։ Գնացինք առաջ։ Միքայել Սրբազյանի առաջադրման հետ կապված։ Էլի որոշում եղավ, որ շատ արագ եղավ ընդվերում։ Շատ արագ եղավ եւ ես դա բարձր եմ գնահատում։ Ես ինչ եմ ասում, ես ասում Ժորժ ջան, Փաշինյանին եւ նրա մտածողությունը եւ նրա այդ գործողության մեջ ինչա ինքը անում եւ ինչա տեսնում։ Ես դաշտում մարդ չգիտեմ, որ ինձանից լավ ճանաչում։ Հետաբար, ասենք, ինչ որ մարդիկ դուրս են գալի թերագնահատում են, ինչ որ մարդիկ գերագնահատում են։ Ասում Ժորժ ջան, էս չի, այս է սրա համար։ Մենք դա Փաշինյանի մասին կխոսենք, ուզում եմ ձեր մասին մեկ հարց տալ ձեզ։ Այս ասացից հետո, հա, արդյոք չեք զղջում, որ այդուամենայնիվ համագործակցել եք Նիկոլ Փաշինյանի հետ եւ համագործակցել եք պատերազմից հետո այդ 2 տարվա համար 2022-ից մինչև 2024-ը չեք ափսոսում։ Բացարձակապես։ Որովհետեւ եթե չլիներ այդ համագործակցությունը, ձեր կշիռը այլ կլիներ եւ ձեզ այլ ձևով կընդունեին եւ ձեր առաջարկներն այլ ձևով կընդունեին, չեք համարում։ Բացարձակապես։ Դա ինչ որ ասենք ինչ որ բաներ կան։ Սերժ Սարգսյանը մի քանի հատ կվադրոբերներ են, չի ասում այդ դրանց այդպես ամեն օր հարցակ, ասենք ես Նիկոլ Փաշինյանին եմ քննադատում իրանք ինձ, ես Նիկոլ Փաշինյանին իրանք ինձ։ Ուզում հասկանալ Սերժ Սարգսյանը լավ նեղվում է, որ ես Նիկոլ Փաշինյանին քննադատում եմ, որ այդ մարդիկ իմ վրա են նման։ Հիմա թողեք ես ասեմ։ Հիմա նայեք, ես բացարձակապես չեմ փոշմանել։ Ինչու՞։ Որովհետև ես գիտեմ, որ ես
այն ինչ որ փորձել եմ անել եւ ինչ հրավերով որ գնացել եմ, դա վերաբերվել է Արցախը հայկական պահելուն։ Եվ ես արել եմ բավականին բաներ, որ այդպես լինի։ Հետևաբար ես չեմ կարող փոշմանել իմ պետական ծառայության համար։ Իմացնեմ մնացածին։ Բա այն ժամ մարդիկ ավելի լուրջ կվերաբերվեին, եթե ես գնացած չլինեի։ Քան որ հիմա գնաց, եթե ես գնացած չլինեի, ես չէի կարող օրինակ հենց այդ գիշերը բացահայտել, որ Տրամպը օրինակ այս կարգավիճակમાં ոչ թե էս։ Քաղաքական դաշտում ոչ ոք չէր հասկացել։ Ես դա ասեցի, սկսեցին տիրաժավորել, բազմապատկել։ Ոչ ոք չի հասկանում ինչա ստորագրվում, եւ ես դա բացատրում եմ։ Ես ամենայն անկեղծությամբ եմ ասում, նայեք, ես ասում եմ մետևից կրկնում եմ։ Հիմա ես ոչ թե այստեղ գրու գովալու եմ, ես ուզում եմ ասել հետեւյալը։ 2 տարվա կառավարության փորձը շատ կարևոր էր, ոչ բացի այն, որ ես փորձել եմ հայկական Արցախի այն ծրագիրը, որ կառավարությունը դրել է, ու ընտրվե այդ ծրագրի շրջանակներում աշխատել։ Պարոն Մարոկյան, այդ փորձը շատ կարևոր է։ Բայց եկեք համաձայնեք ինձ հետ, որ երբ որ դուք մի կշռի վրա Շուշին կորցրած, նոյեմբերի 9-ի փաստաթուղթը ստորագրած, նման բունկերից նման ելույթներով հանդես եկող Նիկոլ Փաշինյանն է, մյուս կողմից հասարակությունը, որ եւ վեապարը եւ բոլոր նախագահները եւ բոլոր ամբողջ հասարակության լայն շերտեր պահանջում են Նիկոլ Փաշինյանի հրաժարականը, այդ ֆոնին դուք 2022-ին օքեյ Նիկոլ Փաշինյանը հաղթել է ընտրություններին։ Այդ բանը ասում եմ, ключевое слово, այդ դրանից ասում որ ասեք։ Ուրեմն լսեք։ Ես ժողովրդի քվեարկության հետ հաշվի եմ նստել։ Ժողովրդի քվեարկության վրա ազդել է Ռոբերտ Քոչարյանի, Սերժ Սարգսյանի եւ մյուսների ընտրություններում դերակատարումը։ Եվ եթե իրանք չէին ուզում, որ Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, կար Էդմոն Մարուկյան, որը ֆրակցիայի ղեկավար էր, որը բարձրացավ ամբիոնից եւ դիմեց Ռոբերտ Քոչարյանին եւ Սերժ Սարգսյանին եւ ասեց. «Պարոն նախագահներ, խնդրում եմ, չմտնեք պայքարի մեջ։ Եթե դուք մտնեք, Նիկոլ Փաշինյանը վերարտադրվելու է»։ Հիմա որ իրանք մասնակցել են ու Արցախը չկա, մեղավորություն զգում են թե չեն զգում։ Որ իրանք մասնակցել են Նիկոլ Փաշինյանը ընտրվել է։ Իրանք այդտեղ մեղք ունեն թե չունեն։ Հետաբար գիտեք, դուք տանում եք մի դաշտ, որտեղ այդ օպոնենտության մեջ իրանք ոչ մի լավ բան չի սպասվում։ Պարոն Մարոկյան, այսինքն դուք ինչ եք ուզում, որ ժողովուրդը 54%-ով ընտրի մարդու վարչապետ, մենք ասենք ինքը վարչապետ չի, ընդ որում որ տեղամասերում ընտրությունները չեն կեղծվել եւ նաեւ նույն Ռոբերտ Քոչարյանը ճանաչել է այդ ընտրությունները։ Ես փորձեմ օբյեկտիվ լինել, պարոն Մարոկյան, ինչ կանեի ես ձեր փոխարեն, այս իրավիճակում, որտեվ դուք իսկապես վերջին շրջանում թերևս ամենաակտիվ ու ամենակոշտ քննադատն եք Նիկոլ Փաշինյանի, ավելին ասեմ, դուք շատ արագ եք արձագանքում այն քայլերին, որ անում է Նիկոլ Փաշինյանը, այն հայտարարություններին, որ անում է նա, Ալիևը եւ այլն, եւ ներկայացնում մարդկանց։ Այս իրավիճակում եւ դուք ձեր մասին տարիներ առաջ ասել եք, որ դուք դասական քաղաքական գործիչ եք, հա, հիշում ենք։ Եվ շարունակում եք, ես ձեր խոսքից այսօր նաև հասկացա, որ շարունակում եք ձեզ այդպեսին համարել։ Դրա հետ մեկտեղ հստակ դուք չեք կարող չիմանալ, որ ընդդիմադիր դաշտում կա ձեր նկատմամբ ինչ-որ վերապահում։ Ում մոտ։ Ովքեր են այդ ընդդիմադիրները։ Ովքեր հիմա մի քանի ընդդիմադիր падգամավորների մոտ։ Ընդդիմադիր ում մասին ենք խոսում։ Ովքեր դատում են տարբեր գործերով։ Ովքեր որ օրինակ բանը Փաշինյանը ամեն անգամ ովքեր այնքան խոցելի են չեն կարող հակակշռ Փաշինյանին։ Դա կապ չունի։ Թե նրանք ովքեր դա կապ ունի։ Պարոն Մարոկյան, չէ, դուք չեք ուզում լսեք ես ինչ եմ ասում։ Դուք կարող եք, չէ, դուք կարող եք, չէ, ասել, օքեյ, գուցե եւ ես սխալ եմ արել, որ գնացել եմ համագործակցության Նիկոլ Փաշինյանի հետ։ Գուցե սխալ եմ արել, որ ընդունել եմ այդ պաշտոնը, բայց ես այդ սխալն արդեն գործել եմ, օքեյ, կներեք, բայց այդ սխալի ժողովրդից, բայց այդ ժողովրդից Նիկոլ Փաշինյանի հետ համագործակցելու համար ու դրանից հետո էլ հայտարարել, բայց այդ 2 տարվա ընթացքում ունեմ ինչ-որ փորձ, որը ուզում եմ ծառայեցնել ձեզ։ Նիկոլ Փաշինյանը ժողովրդի ընտրյալն է։ Եվ ժողովրդի ընտրյալը չի, որովհետև այդ ընտրությունների շատ ցածր տոկոսն է մասնակցել։ Ուրեմն թող բարձր տոկոս է մասնակցել։ Նիկոլ Փաշինյանը արդար ընտրություններով ընտրվել է վարչապետ։ Այդ ընտրությունները ճանաչել են բոլոր նախագահները,
բոլորը, բոլորը ում որ դուք թվարկեցիք։ Եվ դրանից հետո գիծ ա քաշվել։ Եվ պետք էր փորձ անել Արցախը պահել հայկական։ Ես այդ փորձը արել եմ։ Բոլոր նրանք, ովքեր այդ ընթացքում ամեն ինչ արել են, որ դա տեղի չունենա, դա տեղի չի ունեցել։ Հետո դրանից հետո գալ, փորձել ռետրոսպեկտիվ, ասել, բայց չէ որ մոտ տպավորությունն է, որ բանը Նիկոլ Փաշինյանի առաջարկով ընդդիմադիր դաշտում միայն ես եմ աշխատել։ Ընդդիմադիր դաշտի 80%-ը Ռոբերտ Քոչարյանի խմբակցության падգամավորները Նիկոլ Փաշինյանի մոտ մարզպետ են եղել, նախարար են եղել։ Ոչ պատերազմից հետո։ Այսինքն Պատերազմից հետո իրավիճակը հեղափոխությունը ադրբեջանա-թուրքական եք համարում դուք, բայց ո՞նց եք դրանից հետո աշխատել։ Ես լուրջ բաներից եմ։ Ես եմ լուրջ բաներից խոսում։ Ուզում եմ ասեմ, այս ամբողջ քննարկումը, որ այս ինչ աշխատեն, դա կեղծ է եւ դա ներդրված է իմ նման մաքուր քաղաքական դասական գործիչներին հերու պահելու համար։ Դա չի ստացվել։ Պարոն Մարուկյան, ես ենթադրում եմ, որ ձեր էլեկտորատը մտածող մարդիկ են։ Եվ իմը ասածը հենց մտածող մարդկանց մասին է, որ դուք ուզում եք հենց մտածող մարդկանց հենց այդ մտածող մարդիկ մտածում են ու գիտեն, որտեղ նրանց մեծ մասն է այդ մտածող մարդկանց։ 21 թվականին ընտրել է Նիկոլ Փաշինյանին, որ նախկինները հետ չգան։ Եվ բոլորը գիտեն, բոլորը հասկանում են ինչ է եղել։ Okay, մի կողմ դնենք 21 թվականը եւ Ռոբերտ Քոչարյանին։ Ես, տեսեք, 21 թվականի ընտրությունների արդյունքներով բարիերը ընտրական չհաղթահարած ուժի ղեկավար լինելով, ես այն ժամանակվա Էդմոն Մարուկյանին ու արտաքին քաղաքական դիվանագիտական ճակատում աշխատած Էդմոն Մարուկյանին տարբերում եմ։ Ինչու, որովհետեւ եթե ես օրինակ այդ փորձը կուտակած չլինեի, ես վստահ չէի իմ ասած բաների վրա, որ մենք կարող ենք սա վերաբանակցել։ Եկեք գնանք ցանկացած ուժի ղեկավարի հարցեր տանք, տեսնենք հələ կարան այդ հարցերի տակից դուրս գան։ Չէ, փորձը լավ բան է, պարոն Մարուկյան, բայց ես ձեր տեղը լինեի, այդուամենայնիվ կասեի, երևի թե պետք չէր գնալ համագործակցության։ Ոչ, ես ստացել եմ հրավեր։ Դուք ես մոտավորապես պահում եք։ Դա եղել է հնարավորություն, որ ես իմ ներդրումը ունենամ։ Չէ, դա նաև եղել է ձեր կողմից դուք կարծես թե հայտարարել եք Նիկոլ Փաշինյանը մեր վարչապետն է, ամեն ինչ ճիշտ է անում եւ ես ուզում եմ նրան օգնել։ Նիկոլ Փաշինյանը հենց հիմա էլ մեր վարչապետն է։ Դու մենք կարող ենք փաստորեն բանը ինչ որ սևը ասել սպիտակա սև։ Նիկոլ Փաշինյանը նաև Ռոբերտ Քոչարյանի վարչապետն է։ Նիկոլ Փաշինյանը Սերժ Սարգսյանի վարչապետն է։ Եթե ինչ որ մեկը փորձի ձեր ասածները ուրիշ, ասենք, հա, տեսանկյունից նայ, ստացվում է, որ դուք գնացել եք 2 տարի աշխատել եք Նիկոլ Փաշինյանի հետ, Նիկոլ Փաշինյանի ղեկավարության տակ եւ տեսել եք, որ ձեր աշխատանքը ճիշտ չի գնահատված եւ հրաժարական եք տվել, հետո էլ տեսել եք, որ մոտենում են ընտրությունները, սկսել եք ակտիվ Նիկոլ Փաշինյանին քննադատել։ Նիկոլ Փաշինյանը իր հայտարարած կարմիր գծերը պահպաներ, ես կմնայի մինչև վերջ իր կողքին։ Իսկ այդ կարմիր գծերը նրա մասին էին, որ Արցախը կմնար հայկական։ A. B. Հայաստանը երբեք չերտա Միջանցք։ G. Հայաստանի սահմանադրությունը կփոխվեր ոչ թե Ալիևի պահանջած նախաբանը հեռացնելու համար, այլ Սերժ Սարգսյանի կարած սահմանադրական կոստյումը փոխելու եւ իրական հակակշիռների համակարգ ներդնելու համար։ Եվ կարող եմ ցանկը Նիկոլ Փաշինյանը հենց դա էլ ասում է։ Հենց դա չի ասում բացարձակապես, նայեք ԵԽԽՎ երեկվա ելույթը։ Եվ այս ցանկը ժողովրդավարությունից էր խոսում։ Ախորպես։ Սահմանադրությունը կապում էր ժողովրդավարական համակարգը։ Միաբևեռ միահեծան, որովհետեւ եթե ասի դու զգա որ ինքն է միահեծան, բայց ասում է ժողովուրդը ալերգիա ունի։ Պարոն Մարուկյան, եթե մենք եկանք Նիկոլ Փաշինյանին, օքեյ, մի կողմ դնենք Քոչարյանին եւ ձեր համագործակցությունը։ Մենք եկանք Նիկոլ Փաշինյանին, այդ բանը, տրամաբանական ընթացքը։ Ինչի մասին է խոսքը, այսինքն սա անձերի մասին չի խոսքը։ Սա Հայաստանի մասին է խոսքը գնում։ Դուք մտածում եք որ ես բան եմ, նայում եմ բանը Նիկոլ Փաշինյանն է ղեկավարը, թե Պողոս Պողոսյանը, հա։ Բացարձակապես։ Այսինքն եթե մենք տեսնում ենք որ հնարավորություն կա մեր երկիրն ավելի լավը դարձնել, մենք դա փորձում ենք անել։ Այդ մարդը, ես 2 օր առաջ իմ հին հարցերից մեկը վերցրել դրել Թագուհի Ղազարյանից, չեմ սխալվում, ես պատգամավորներից, որ ահա հատուկ հանձնարարներով դեսպան Էդմոն Մարուկյանն ասել է, որ 75 թվի քարտեզով պետք է ճանաչեն, ինքը իրան հակասում է։
որպես դեսպան, էլի։ Իրանք չեն հասկանում, որ ես կառավարությունում մեր ֆիքսած կարմիր գծերը հիմի եմ պահում մինչև։ Իրանք այդ կարմիր գծերից շեղվել են, դրա համար ես հրաժարական եմ տվել։ Ու ես Հայաստանը ուզում եմ հետ բերել այդ կարմիր գծերին։ Հասկանում եք ինչա տեղ ունեցել։ Իրանք այդ գծերը խախտե գնացել են հասել, բան։ Okay, պարոն Մարուկյան, եկեք խոսենք Ասма ինքը ասելա, բա այո, բա ուրա մի կողմ գնենք Հայաստան դաշինքը եւ մյուս կուսա անդիմադիր падգամավորներին եկեք խոսենք նաեւ մեր ձևով շարժման մասին։ Ինչ եք կարծում։ Արդյոք տարածված այն կարծիքը հասարակության մեջ կա նման կարծիք, որ բարձր վարկանիշ ունի Սամվել Կարապետյանը, բայց ցածր վարկանիշ մեր ձևով շարժումը, որովհետեւ հասարակության մի մասը ասում են, եթե այդ մարդը արդեն 100 օրից ավելի նստած է բանտում, այն էլ ԱԱԾ կողում, ձեր ակտիվությունն ու ձեր պայքարը նկատի ունի մեր ձևով շարժումը, ադեկվատ չեն իրավիճակին։ Դուք այդ կարծիքը կիսում եք։ Չեմ կիսում այդ կարծիքը, որովհետև նախ մեր ձևով շարժումը, դա Սամվել Կարապետյանի շարժումն է։ Շարժման առաջնորդը Սամվել Կարապետյանն է եւ ժողովուրդը իր վստահությունը ու հույսը կապում է Սամվել Կարապետյանի հետ։ Եվ այն ռեյտինգը, որը կա այս պահին, որ երկրորդ տեղում է արձանագրված, դա Սամվել Կարապետյանի հետ է կապված։ Հետեւաբար մի դեպքում ասում եք 15%-ը սուտ է, մյուս դեպքում ասում եք ճիշտ է, որ Սամվել Կարապետյանը երկրորդ հորիզոնականում է։ Այո, միանշանակ ճիշտ է, որ Սամվել Կարապետյանը երկրորդ հորիզոնականում է։ 15%-ը դուք տալիս եք, նայեք, դուք ասում եք որևէ հարցման մեջ Նիկոլ Փաշինյանին պետք է ասել Նիկոլ Փաշինյանը ում դեմ է 15%։ Ասենք հարցում ոնց են անում, որ Նիկոլ Փաշինյանին ում դեմ է 15%։ Էդմոն Մարուկյանի դեմ է 15%։ Չէ, վստահ, իրեն չեն վստահում։ Վստահում եմ միայն 15%-ը։ Եղավ, դեսանտրությունները կլինի կտենեք 15-ն է վստահում, թե ինչքան։ Հիմա թիշենք 21 թվականին քանիսներ վստահում։ Լավա չէին ասում 6%-ն է վստահում։ Բայց ասնեմ գամ մեր ձեւով Սամվել Կարապետյանը։ Սամվել Կարապետյանի հետ է ժողովրդավից կապում ոնց։ Նրանք տեսնում են, որ նա շարունակում է մնալ բանտում։ Հետեւաբար չի պայմանավորվում։ Տրամաբանական բան։ Նրանք տեսնում են, որ երկրում տիրում է բարդակ, սպանություններ, ահավոր հանցագործություններ, բայց բանտարկված է Սամվել Կարապետյանը, Միքայել Սրբազանը, հարցազրույցների համար, սուտ հարցազրույց։ Այստեղ Բագրատ Սրբազանին էլ կարող ենք ավելացնել, որովհետև սուտ դուրս եկավ այդ ձայնագրությունը, բայց լավ հոդվածը տարբերվում է նրանցից, լավ, բայց այդ իմաստով մարդիկ այս ամեն ինչը տեսնում են, որ գոյություն ունի, ոնց ասեմ, հարամ բան, ժողովուրդը հարամ բառ օգտագործում, հայկական բառ չի, բայց հայերենում ավելի լավ բան անարդարությունը շատ գեղեցիկ է։ Այսինքն կար բարերար, այդ բարերարը եկավ Հայաստան, ասաց, որ աջակցում է եկեղեցուն, նրան ձերբակալեցին, 100 օրից ավելի պահում են նկուղում եւ նա ավտոմատ վերածվեց իսկապես լուրջ քաղաքական գործչի։ Ճիշտ եմ հասկանում։ Ոչ, նա քաղաքական գործիչ չի։ Նա հույս է ծնում, որ այն շարժումը, որը որ սկսում է ստեղծվել կամ ստեղծվում է, այդ շարժման որպես առաջնորդ կարող է փոփոխություն բերել։ Սամվել Կարապետյանը քաղաքական գործիչ չի։ Վրացական երազանքի Վանիշվիլի նման բաներ տեսնում եք։ Արել է հայտարարություն, որ ստեղծելու են քաղաքական շարժում։ Այդ պայից սկսած, եթե նա օրինակ տեսեք բանտարկվեր, եւ ասեր, մի հատ հայտարարություն ասես, ելի հայնեքներ։ Այո, ես բանտարկված եմ, այո, սա անարդար է, բայց ես երբեք չեմ զբաղվելու քաղաքականությամբ եւ չեմ միջամտելու մեր երկրի գործերին։ Թող ոնց ուզում է ժողովուրդը իր երկիրը վիճակից անի։ Բնականաբար մենք չենք խոսի ռեյտինգի եւ հնարավորությունների մասին, բայց մենք խոսում ենք այս հնարավորությունների մասին։ Ես ինչ եմ այս մասին խոսում, պարոն Մարուկյան, որովհետեւ դուք չեք կարծում, ես ճիշտ եմ հասկանում, որ Նիկոլ Փաշինյանը հիմար քաղաքական գործիչ է։ Դուք համարում եք, որ նա բավականին, այսպես հայերեն ասած, շուստրի քաղաքական գործիչ է։ Ինքը չի հասկանում, որ Սամվել Կարապետյանին ԱԱԾ կողմ պահելով բարձրացնում է Սամվել Կարապետյանի վարկանիշը։ Նիկոլ Փաշինյանին ամենից լավը դուք եք ճանաչում, ասում եք։ Հասկանում եմ։ Բայց ի՞նչ է դա անում։ Չեզոքացնում է իր նկատմամբ ձևավորված վտանգները։ Ինչով է չեզոքացնում, եթե այսպես թե այսպես այդ շարժումը կա, հետո էլ դառնալու է քաղաքական շարժում եւ նրա նկուղում գտնվել ընդհակառակը ամեն օր բարձրացնում է նրա վարկանիշը։ Ինչու՞ ես չեմ հասկանում։ Չի ուզենա շարունակություն ասել, թե նա ինչ է անելու հետո։ Բայց ես կուզենայի ասել հետեւյալը, որ հարցազրույցի առաջին հատվածում, ինչ որ ես խոսեցի, եթե դա տեղի չունենա, դուրս կգա որ Նիկոլ Փաշինյանը
շատ ավելի էլի խելացի գտնվեց, քան նրա օպոնենտները։ Դրա համար Չհասկացա, մոտ բացատրեք։ ուզում ասեմ, ես հիմա ասում եմ, որ նա բանտարկել է Սամվել Կարապետյանին, որպեսզի իր իշխանությունը պահպանի, այդ թվում նաև Միքայել Սրբազանին։ Եվ դուք ուշադրություն դարձրեք խափանման միջոցներին, ուշադրություն դարձրեք արդեն պահանջված պատժին։ Այո, 2 տարի 6 ամս։ Որ ընտրությունների ժամանակ այդ մարդը դրսում չլինի։ Հիմա սպասենք Սամվել Կարապետյանի մասով զարգացումները կտեսնենք, բայց այն մարդը, որ դա անում է, պլանավորած, համարել որ նա չի հասկանում քաղաքականությունից, համարել որ նա մտածում է, որ լավ չի հասկանում, որովհետև ես ապշած եմ ուղղակի, էլի։ Դուք կարծում եք, որ շատ լավ հասկանում է քաղաքականությունից եւ իր տեսանկյունից, եթե իր դիրքից նայենք, ճիշտ է անում, որ Սամվել Կարապետյանին պահում է բանտում, ճիշտ եմ Իր տեսանկյունից եք ուզում նայեք, հա, ինքը նայում է վրացական փորձով։ Ոսում են այ Իվանիշվիլին եկա, Սաակաշվիլին Դա ինչ, չստացվեց։ եթե Իվանիշվիլին ձերբակալեին ինչ որ բաներ փոխվելու։ Դե հիմա Հայաստանում այդ փորձը փորձում է կանխել։ Ըստ իրա, մենք քննարկում ենք ըստ իրա, չէ՞։ Ասում է մտածում է, լավ։ Ասում է, լավ, ես պետքա սպասեմ, որ գան ինձ հանեն, ինձ նստացնեն Սաակաշվիլին։ Ես կնստացնեմ։ Եվ եւս մեկ բան, ինչի մասին օրինակ խոսում են Կողք Նիկոլ Փաշինյանի դեմ պետքա գրվի քաղաքական մարդ։ Okay, դուք պետք է կռվեք, ես հասկացել հասկացել եմ։ Այսինքն իրան պետքա քաղաքականապես մեկնաբանել։ Հասկանում եք։ Պարոն Մարուկյան, եկեք այսպեսի մի հարց տամ, հա, նաև անդիմադիր падգամավորները մասնավորապես պատիվ ունեմ падգամավորները ասում են, թե եթե Նիկոլ Փաշինյանը վստահ չլինի, որ ինքը հաղթելու է ընտրություններին, նա ընտրություններ չի անցկացնի։ Դուք այս կարծիքը կիսում եք։ Այսինքն սա բացառում եք։ Կներեք, ես դա եմ ձեզ ասում։ Հա, իրենք ասում են ոնց, ասում են ինչ որ բախում կլինի սահմանին եւ նա կհայտարարի ռազմական Դա ես եմ բացատրել իրանց, իրանք չեն հասկանում դրանից։ Դա երբ որ օրենքը բերեցին։ Բայց հիմա ասում եք չէ։ Երբ որ օրենքը բերեցին ռազմական դրության մասին, եւ փոփոխություն կատարեցին, որ կարող են հայտարարել եւ ընտրությունը հետաձգել, այդ ժամանակ մենք դա հայտարարեցինք, լուսաբանեցինք, իրանք իմացան, բայց իրանք պարլամենտում ինչ չգիտեն որ այդպես բան կա։ Մեր ուզում շարունակություն ասել։ Անկամ եթե նման օրենք կիրառվի, հնարավոր չի ընտրությունները չեղարկել եւ անդառնալիորեն հետաձգել։ Եթե ուզում են իմանալ Նիկոլ Փաշինյանն ինչ անել որ վերարտադրվի։ 2 օր առաջ ես տեսանյութ եմ հրապարակել, որտեղ մանրամասը բացատրել եմ։ Համեմատել եք Մոլդովայի։ Հա, որ մի գնացեք Գյումրիի օրինակով, խոսեցինք արդեն դրա մասին, որովհետև պարտվելու եք, որովհետև ինքը Գյումրին սերտել է, դուք մնացել եք Գյումրիի տակ։ Հիմա իրանք մտածում են, որ Նիկոլ ընտրություններ չի անելու, չէ, անելու է, ու ձեզ կրելու է, եթե դուք այդ խելքով եք։ Ու ձեզ կրելու է, եթե դուք այդ խելքով եք։ Դա համար պետքա մի քիչ այն կողմ դնել այդ ամբիցիաները, լավ կլինի։ Այդ ամենայնիվ ձեզ կլսեն անդիմադիրները կամ նույն մեր ձևով շարժումը, մյուս անդիմադիր ձեզ կլսեն։ Նայեք, ես իմ համար չեմ ասում, ինչ որ ասում եմ, ուզում ա լսեն, չեն ուզում չլսեն։ Մենք մեր տեղը ամեն ինչ անելու ենք, որ դա լինի։ Դա կլինի համոզելով։ Իսկ ինչ վարկանիշ ունեք։ Մենք վարկանիշի մոտ չենք չափում։ Վարկանիշը չի, էլեկտրություն չի, ընտրության ժամանակա վարկանիշ։ Չէ, ամեն դեպքում մոնիթորինգ չեք անցկացնում ձեզ համար։ Ռեսուրսներ չունենք, որ մոնիթորինգ անցկացնենք, իմաստ չունի։ Նաև հիմա դրա վրա փող ծախսել։ Եթե փող լինի, այդ փողը կդնենք ավելի շատ պրոդուկտ ստեղծենք։ Եթե դուք մոնիթորինգ չանցկացնենք, դուք ուզում եք, դուք ասում եք ես դասական քաղաքական գործիչ եմ, ես ուզում եմ նաև բանակցում եմ նաև տարբեր քաղաքական ուժերի հետ, այդ թվում ամենակարող ուժի հետ, հա, անդիմադիր մեր ձևով շարժման հետ եւ ուզում եմ իրենց հետ համագործակցել։ Կոպիտ ասած ձեզ որպես քաղաքական product, հա, ինչի պետք է վերցնեն։ Հա, մտածում եք որ ես մենք հարցում ինչի պետք է վերցնեն։ Դուք պետք է ասեք որ ես հարցում ունեմ։ Մենք հարցում պատվենք, թվերը վերցնենք, գնանք։ Հա, ասեք ես այսքան աշխատանք եմ արել, ես ակտիվ եմ, տեսանյութեր եմ։ Մենք նայեք, դա անիմաստ մեր իմ պարագայում դա կլինի անիմաստ ծախս։ Ասեմ, որովհետև այն ուժերը, որոնք որ դաշտում կան, իրանք հարցումներ անում են։ Իրանք ունեն հարցումներ։ Եվ ձեր վարկանիշը։ Մենք այդ հարցումները, եթե կարիք Եվ ես դրա համար եմ ասում, ձեր վարկանիշը։ Ձեր անունը կա այդ ցուցակներում։ Ձեզ վստահ որ տոկոսն է բնակչության ձեր։ Օրինակ հիմա վերջին գելափում մեր անունը կա։ Մենք դրանից գոհ ենք, չդժգոհ ենք, բայց դուք հարցնում եք շատ ցածր տոկոս։ Իմ անունը, նայեք, անձի անունը, լիդերի անունը,
միշտ ավելի շատ է էլեկտորալ, քան կուսակցության բրենդն է։ Միշտ այդպես է Հայաստանի քաղաքական դաշտում։ Օրինակ ստուգեք Գագիկ Ծառուկյան ԲՀԿ տարբեր է, Էդմոն Մարոկյան Լուսավոր Հայաստան։ Հիմա իմ ասածն ինչն է, որ պետք չի խաբվել այդ էլեկտորալ հենց հիմա եղած այդ ձայների վրա, պետք է նայել տենդենսները։ Ես ձեզ եկել եմ ասեմ, որ տենդենսներով Սամվել Կարապետյանը ընդդիմադիր դաշտում արդեն առաջին տեղում է։ Ռոբերտ Քոչարյանի ուժը շարունակում է մնալ երկրորդ տեղում։ Եվ էլի երրորդ, չորրորդ տեղերը ազատ են։ Դասավորություններ կան։ Երրորդ, չորրորդ տեղերը պետք է նայել խոշորացման համատեքստում, որովհետև այդ մաթեմատիկան, որ 30 ուժ կմասնակցի, որից 8-ը կմտնի, մեկը կլինի Նիկոլը, այն 7-ը իրար կգումարվեն եւ կընտրեն ուրիշ վարչապետ, դա չի լինելու։ Իշխանությունը հաշվում էր, որ Վաշինգտոնյան հռչակագիրը իրենք այնպես են կապիտալիզացրել, որ իրենց ռեյտինգը կտրուկ փոխվել է։ Տրամպը այնքան հայտարարություններ արեց էլ Ալբանիա դա տեղի չի ունեցել։ Ինչու՞։ Երեկվա իր հայտարարությունից հետո ընդհանրապես ժողովրդին մանրամասն մենք այլ գործիչներ, նույն Հայաստան Դաշինքից, նույն պատիվ ունեմից, բոլոր ուժերից սկսեցին մարդկանց բացատրել, թե ինչ է տեղի ունենում։ Եվ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ դա կապիտալիզացնել։ Բայց մեր խոսալու արդյունքա, չէ։ Հիմա դա դուք ասում եք բայելեկտորալ դա ինչքան ձայն է։ Դա դրան գիտեք ինչքան ժամանակ կա։ Դուք դեռ պետք է մարդկանց թմբից անեք, որ իրենց խափում են խաղաղությունը չի։ Հետո հաջորդ քայլը պետք է հանեք, որ այդ մարդն ասում է լավ ախպեր ջան, տենց է։ Բայց մեր գյուղը Տիգրան մեծից էսկոն ոչ ոք ասֆալտ չէր արել։ Նիկոլ Փաշինյանն է արել, դրան ինչ կասեք։ Եվ այլն եւ այլն։ Տեսեք, մենք մեծամասամբ ձեզ հետ խոսեցինք անվտանգային հարցերից, հա, մենք խոսեցինք Վաշինգտոնյան համաձայնագրից եւ այլ, մենք խոսեցինք այն վտանգավոր զարգացումներից, որ կարող են տեղի ունենալ մի մասից ընդհանրապես, շատ քիչ մասից, որ կարող են տեղի ունենալ, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվի, բայց կա նաեւ մեկ հարց, որի մասին եւ դուք եւ շատ ուրիշները շատ քիչ են խոսում։ Այս մարդը 2028 թվականին, 26 թվականին, եթե գա նորից գնա ընտրություններին մասնակցի, կլինի արդեն որ 8 տարի ղեկավարել է Հայաստանում։ Հա, նա 8 տարի իշխանություն է ունեցել, եւ սա կլինի նրա երրորդ ժամկետը։ Նա եկել է իշխանության, որովհետև Սերժ Սարգսյանը ուզում էր գնալ երրորդ ժամկետի, ուզում էր ավելի երկար մնար, քան պետք է մնար, քան թույլատրված էր հին սահմանադրությամբ, քան մարդկանց ուղեղի մեջ տեղավորվել էր, որ Լևոն Տեր-Պետրոսյանը քիչ մնաց, Ռոբերտ Քոչարյանը վերկացավ գնաց, դուր ես ուզում անverջ մնալ իշխանության։ Հիմա նույնն է անում նաև Նիկոլ Փաշինյանը։ Ինչ օրինակ սա չեն օգտագործում ընդդիմադիրները բացատրելու համար, որ սա վատ է ցանկացած մարդու համար, իսկ Փաշինյանի դեպքում սա ոչ միայն վատ է, այլ աբսուրդ է։ Տեսեք, քանի որ մենք խնդիր ունենք մեդիա դաշտում, որ ոչ ամեն ինչ է տարածվում, ես խոսել եմ երրորդ ժամկետի անթույլատրության մասին, բայց ինչու դա չի տարածվում եւ ըմբռնում չի գտնում մարդկանց մոտ։ Մի քանի անգամ խոսել եմ, նաև Սահմանադրական խորհրդի մասով եմ ասել։ Ինչու, որովհետեւ ինքը անհամեմատելի է 18 թվականի տեղի ունեցածի հետ։ 18 թվականին տեղի ունեցել մի բան, որ մոտավորապես 20 օր երկրում անիշխանություն պետք է լիներ, ընդ որում թղթերով։ Դե յուրե, այո։ Դե յուրե, սահմանադրությամբ։ Եվ այդ մասով բավականին աշխատանք ենք մենք տարել, որ մարդկանց բացատրենք, որ այս սահմանադրության անցման շրջանը բաց պատուհան հնարավորություններ։ Եթե հիշում եք, չեմ կարծում, որ դա մեծ ազդեցություն ունեցել զարգացումների վրա։ Որ իշխանությունը գետնի հիշում եմ, բայց ես չեմ կարծում, որ դա է պատճառը։ Ես ասում եմ հերթով բոլոր կոմպոնենտները։ Եվ ամենագլխավոր կոմպոնենտն այն է, որ Սերժ Սարգսյանը ինքն էր ասել, որ ինքը չի հավակնելու երրորդ ժամկետին։ Եվ դա կարողացավ Փաշինյանը շատ լավ կապիտալիզացնել, այդ թվում նաև հանրային եթերում երբ որ Սաթիկ Սեյանյանն էր վարում, հիշում եք, որ այդ ձայնագրությունը միացնում էր, ուզում ասեմ, այսինքն այդ իրողությունները երրորդ ժամկետի վերաբերյալ մենք չունենք հիմա, որովհետև համակարգն այլ է, ուրիշ համակարգ է։ Չէ, բայց ամփոփող է այն, որ մարդը 8 տարի Հայաստանի վարչապետ էր եւ ուզում է էլի անverջ մնալ Հայաստանի վարչապետ։ Այն դեպքում, երբ ակնհայտ է, որ եթե գա նոր բանակցող Հայաստանի քարտերն ավելի լավը կլինեն։ Հասկանում եմ, բայց քաղաքական կապիտալիզացիայի իմաստով այդ թեզը թույլ եմ համարում։ Այն օգտագործելի է, օգտագործել ենք, կօգտագործենք էլի, բայց այն չի առաջացնում այն էմոցիաները, ինչի հետ դուք անում եք համեմատություն 18 թվականին։
Նիկոլ Փաշինյանը ինչի է ուզում անպայման վերընտրվել, ինչին է պետք իրեն, ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանին, այլ Նիկոլ Փաշինյան մարդուն, մարդուն ինչի է պետք անպայման վերընտրվել։ Նիկոլ Փաշինյանը մարդը քաղաքական գործիչ է, նա քաղաքական կենթանի է եւ նա ամբողջ իր քաղաքական կենսագրության ընթացքում քայլել է դեպի իշխանություն։ Եվ նա ցույց է տվել, որ ինքը ունի power hunger։ Դա նշանակում է իշխանության նկատմամբ իշխանության սով, այսինքն ոնց բացատրեմ չգիտեմ։ Այսինքն այդ power hunger-ը իր մեջ չի վերացել։ Ինքը չի բավարարվել այդ սովի մեջ։ Եվ նա շարունակում է լինել power hunger եւ հետեւաբար իշխանությունը թե վերցնելու, թե այն պահելու համատեքստում դրա շատ կարևոր կոմպոնենտ է։ Իսկ ինքը չի հասկանում, որ շարունակում է դա ունենալ։ Իսկ չի կարծում, որ իր մնալը վնաս է հայ ժողովրդին։ Այդ աստիճան չի սիրում հայ ժողովրդին։ Ոչ, ինքը կարծում է, որ ինքը ունի առաքելություն եւ ինքը փրկում է։ Այսինքն ինքը իրեն փրկիչ է համարում։ Այո։ Չի երևում, որ ինքը խոսում է։ Իսկ ինչի վրա է նրա վստահությունը հիմնված, որ ասում ես անպայման վերընտրվելու եմ։ Դա ընտրական տեխնոլոգիա է, դա անգամ մի տոկոսանոց ուժը ասում է մենք հաղթելու ենք։ Այսինքն իր ներսում այդ վստահությունը որ իշխանության վրա է, որ իրան են ծառայում ԱԱՑ-ն, բանակը, զորքերը։ Ձեր կարծիքով ինքը իր ներսում համարում է, որ ինքը հաստատ հաղթելու է, թե դա ընդհանրապես ինքը ներսում համարում է, որ իրանց գործերը լավ չի։ Դրա համար էլ ներվային է։ Դրա համար էլ նյարդային է։ Նիկոլ Փաշինյանին լավ ճանաչելով կարող եք նման բան ասել։ Վստահ կասկած չունեմ։ Ինքը գիտի, որ ինքը չի կարողացել խաղաթուղթը, որը ստացել է Վաշինգտոնում, կապիտալիզացնել։ Ինքը գիտի։ Եվ նյարդային է։ Ինչպիսին կլինի Էդմոն Մարուկյանը հունիսի վերջին 2026 թվականին։ Դասեր քաղած 2026 թվականի ընտրություններից բոլոր իմաստներով։ Ես անդադ սովորում եմ։ Այսինքն, եթե նույնիսկ չանցնեք խորհրդարան, կշարունակեք ձեր քաղաքական գործունեությունը։ Գիտեք, ինձ համար ես 10 տարի խորհրդանում եմ եղել, ես պարլամենտ մոնիտորինգով ամենաակտիվ պատգամավոր եմ ճանաչվել։ Ես խորհրդարան անցնելը չեմ նայում որպես Ռուբիկոն։ Ես ինձ համար գիծ ունեմ, այդ գիծը այն է, որ 26 թվականին Նիկոլ Փաշինյանը չպետք է լինի Հայաստանի վարչապետը։ Էդմոն Մարուկյանը կլինի պատգամավոր, վարչապետ, նախարար, թե փաստաբան, ես հիմա փաստաբան եմ։ Դա կարևոր չի։ Ինչ վտանգներ կլինեն շատ կարճ մի քանի կետով, եթե Նիկոլ Փաշինյանը վերընտրվեց, ինչ կլինի ամենավատ բաների 5 կետով։ Ասեմ, միջանցքը կտան, կսկսվի անկլավների հանձնումը, որը ունի իրավական հիմք, Հայաստանի ստրատեգիական ճանապարհները կգործնենք, կբացվի։ Ինչ է նշանակում Հայաստանի ստրատեգիական ճանապարհները կգործնենք, մի քիչ բացեք դա։ Անկլավների Ադրբեջանի պահանջած անկլավների տեղերը դուք գիտեք, բոլորը գիտեն, ես գիտեմ։ Այ Վրաստան ճանապարհի մասին։ Ոչ միայն, նաև դեպի Սյունիք գնացող ճանապարհի։ Եվ մեծ հարվածի տակ կլինի երկիրը, բնականաբար նաև կսկսվի սահմանադրական Հարաքվեի process-ը իր ընտրման պարագայում, որի հաստատումից հետո Հայաստանը նաև խնդիր կունենա։ Այսինքն համոզված եք, որ Հայաստանի բնակչությունը կգնա եւ կողմ կքվեարկի սահմանադրական փոփոխություններին։ Ես ասում եմ, եթե օքեյ։ Ասում եմ, եթե ինքը ընտրվի, չէ՞։ Դուք ասում եք, եթե ընտրվի, ինչ կլինի։ Ես ասում եմ, Հարաքվե կանի, որ կարողանա սահմանությունը անցկացնել։ Սահմանությունը եթե ընդունվի, Հայաստանը կայտնվի մի իրավիճակում, որպես նոր պետություն, որտեղ ինքը հռչակելու է դա նոր պետություն, 4-րդ հանրապետություն, որ այն կարող են չճանաչել շատ երկրներ, այն սահմաններով, որը որ կա։ Սահմանները կսկսի վիճարկվել նորից։ Դրան գումարած ես ինչի չեմ ուզում որ Փաշինյանը վերընտրվի, որովհետև եթե նա վերընտրվում է, նա տարբերակ չունի չանելու Հարաքվե, նա պետք է անի։ Հետաբար Հարաքվեից հուսափելու միակ ճանապարհը նրա չվերընտրվելն է, որովհետև Հարաքվեի ժամանակ գնալ քարոզել, որ դեմ քվեարկեք, դեմն էլ է պրոբլեմատիկ լինելու Հայաստանի համար, որովհետև դա այնպեսի մի ցույց ցվանգ է, որովհետև դեմ քվեարկի ժողովուրդը Ալիևն ասելու է նայեք, իրանք քանի որ դրեցին օֆիցիալ Հարաքվե, հետաբար ընդունեցին, որ ունեին տարածքային պահանջներ տեքստով, եւ քանի որ ժողովուրդը գնաց մերժեց, նշանակում է, որ ժողովուրդը ռևանշիստ է։ Ոչ միայն նսնականներին ուներ տարածքային պահանջներ, այլև հիմա ունի տարածքային պահանջներ։ Եվ հետաբար սա կազուս բելի է։ Հետո չի կարելի մտնել այդ ազգակործան Հարաքվեի մեջ եւ դրա մեջ չմտնելու միակ տարբերակը ես տեսնում եմ, որ Փաշինյանը չլինի վարչապետ։ Իսկ ինչ պետք է անել, այսինքն վերջից ենք գալիս, որ Փաշինյանը չլինի վարչապետ,
Պետք է նայեն մարդիկ այս հազարացի առաջին հատվածը, Ռոբերտ Քոչարյանը, Սերժ Սարգսյանը, Սամվել Կարապետյանը, մյուս բոլոր դերակատարները եւ անեն այն, ինչ որ իրանք պետք է անեն։ Շնորհակալություն պարոն Մարուկյան, հետաքրքիր հարցազրույցի համար համոզված եմ, որ մի քանի ամսից նորից կհանդիպենք։ Սիրով, ես եմ շնորհակալ։ Ես բերել եմ խաղաղություն, հայտարարեց Նևիլ Չեմբերլենը, Մեծ Բրիտանիայի վարչապետը 1938 թվականին, երբ Մյունխենից վերադարձավ Լոնդոն։ Բրիտանացիները նրան ողջունում են, հասարակության մի մասը ուրախ էր, որ Չեմբերլենը խաղաղություն է բերել, սակայն մի տարի հետո Հիտլերը սկսեց երկրորդ համաշխարհային պատերազմը եւ այն ժամանակ Ուինստոն Չերչիլը ասաց մեզ առաջարկել էին խայտարակություն կամ պատերազմ, մենք ընտրեցինք խայտարակությունը, բայց ստացանք նաեւ պատերազմը։ Հետո Ուինստոն Չերչիլը դարձավ Մեծ Բրիտանիայի վարչապետ եւ Մեծ Բրիտանիայի թերևս ամենամեծ հերոսը եւ փոխեց ոչ միայն Մեծ Բրիտանիայի, ոչ միայն Եվրոպայի, ամբողջ աշխարհի պատմությունը, իսկ իշխանությունը կորցնելուց հետո 1940 թվականին Չեմբերլենը երկար չապրեց։ Հավանաբար Նիկոլ Փաշինյանը ավելի երկար կապրի իշխանափոխությունից հետո եւ ժամանակ կունենա մտածելու, թե պատմական գործիչներից ում է ավելի շատ նման՝ Չեմբերլենին, Պետենին կամ գուցե Աֆրիկյան բռնապետին, ում մասին ես կպատմեմ մյուս անգամ։ Պատմությունը միշտ կրկնվում է տարբեր ժամանակներում եւ տարբեր երկրներում։ Կհանդիպենք։